614 թվականին Պարսկաստանի Խոսրով թագավորը ավերում է Երուսաղեմը, Սուրբ Հարության տաճարից գերեվարում ու Պարսկաստան տանում նաև տիրոջ խաչապայտը։ Պարսկաստանում խաչապայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում եւ դառնում քրիստոնյա։ 14 տարի գերության մեջ մնալուց հետո խաչը փրկվում է Բյուզանդիայի Հերակլ Կայսեր կողմից եւ այսուհետ սեպտեմբերի 11-ից 17 նկատժամանակահատվածում նշում է խաչի փառաբանման, բարձրացման ու պանծացման տոնը։ Այստեղից էլ խաչվերած նշանակում է խաչը վերև բարձրացնել։ Մենք խաչ ենք պաշտենք, որովհետև Հիսուս Քրիստոսը մեզ համար ինքը խաչվեց։ Մեղքերի համար Հիսուսը խաչվել է, դրա համար անվանում են խաչվերած տոն։ Խաչը չարից խապանվելու միակ միջոցն է, խաչը զորավոր է, ունի զորություն։ Քրիստոնյան առանց խաչակնկելու չի կարող մնալ, չի կարող ապրել։ Բոլորս տյառն գրում ենք մեզ խաչով։ Ուրախության տոն է, ոչ տխրության տոն, քանի որ պանծացվել է խաչը, բարձրացվել է։ Առաջին անգամ խաչը վերև է բարձրացրել Հակոբոստի առնեղբայրը, խաչակնկվել է եւ հետագայում այն սովորույթ է դարձել։ Հոգևոր հայրերը ամեն տարի մեկնաբանելով այս տոնի խորհուրդը նախ նշում են, որ սա ուրախության տոն է, այլ ոչ թե տրտմության, եւ այն պետք է փառաբանել ուրախությամբ դիմավորել, քանի որ խաչը բոլորիս փրկությունն է։ Խաչը իբրև հարտության նշան տվեցիր մեզ։ Չի ասում իբրև սգո նշան տվեցիր մեզ։ Իբրև կսկիծի խորհրդանշան տվեցիր մեզ։ Իբրև տարաբանկի խորհրդանշան տվեցիր մեզ։ Իբրև մահվան խորհրդանիշ տվեցիր մեզ, չի ասում։ Հաղթության նշան տվեցիր մեզ, ասում է։ Ուրեմն երբ որ հնում մեր հայրերը խաչ էին կանգնեցնում, իբրև հաղթության նշան էին կանգնեցնում, ոչ թե ստուգի նշան, ոչ թե տրտմության նշան։ Հատկանշական է, որ խաչվերածի տոնի նվիրված իսակատարությունը տեղի ունենում եպիսկոպոսական Սուրբ Նշան եկեղեցում, քանի որ 3 նշվեց նաև այս եկեղեցու հիմնադրման 150-ամյակը։ Եկեղեցու կառուցման աշխատանքները մեկնարկել են 1852 թվականին, ավարտվել 1864 թվականին։ Խաչի անունն է գրում, որ Սուրբ Նշան, դա նույն Սուրբ խաչն է, հավաքվել ենք այս եկեղեցում տոնախմբելու համար այս սքանչելի տոնը, որ իր մեջ մի քանի տոների խդացումն է պարունակում։ Հակոբոստի առնեղբոր կողմից խաչի բարձրացումը, հետո Սուրբ Հարության տաճարի կառուցումը եւ խաչի տեղադրումը։ Ժողովրդական ավանդության համաձայն Ուլիմիսը եւ Ձավարով փլավը խաչվերածի առանձնահատուկ ուտելիքն են, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել։ Շատ տեղերում խաչվերածը ընկալում են որպես աշնանամուտ, ինչպես մյուս տաղավարս տոներին խաչվերածին հաջորդող օրը նոր միայն հավատացյալ ժողովուրդը այցելում է գերեզմաններ։ Լիզա Գասպարյան, Գուրգեն Գինոսյան, Գալա Նյուզ։